Պետք է արդյոք պետական բուհերում որոշ մասնագիտություններ ամբողջությամբ դառնան անվճար, օրինակ մանկավարժություն, ինժեներիա, ՏՏ։ Այսօր Հայաստանում կադրային ճգնաժամ կա, հատկապես մանկավարժության, ինժեներիայի կամ ինժեներական մասնագիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների մեջ։ Դպրոցներում հարյուրավոր ուսուցիչների պակաս կա, հատկապես բնագիտական ուղղություններով։ Արդյունքում տուժում է ոչ թե համակարգը, այլ մեր երեխան, որը ստանում է ավելի թույլ կրթություն եւ ավելի սահմանափակ ապագա։ Այն երկրները, որոնք մարդկային կապիտալն են դրել առաջին տեղում, հենց այսպես են վարվել։ Գերմանիայի պետական համալսարաններում ուսումը գրեթե անվճար է, պետության ուղիղ ֆինանսավորմամբ, որպեսզի ինժեներ եւ գիտնական դառնալը կախված չլինի ընտանիքի եկամտից։ Շվեդիայում նույն տրամաբանությունն է, պետությունը վճարում է ուսման համար, բայց պահանջում է բարձր որակ եւ հաշվետվողականություն։ Արդյունքում ստացվում է մրցունակ տնտեսություն եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Հայաստանում օրենքն արդեն ճանաչում է անվճար կրթության իրավունքը մրցութային հիմունքներով, բայց մեր պայմաններում դա բավարար չէ։ Մենք պետք է պետական ռազմավարական որոշում ընդունենք եւ պետական բուհերում մանկավարժության, ինժեներական մասնագիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների առանցքային ուղղությունները դարձնենք ամբողջությամբ անվճար, պետպատվերով, պարտադիր գործնական պարապմունքներով եւ Հայաստանում աշխատանքի որակյալ եւ բարձր վարձատրվող առաջարկով, հատկապես մարզային բնակավայրերում։